Ղուկասյան, այսօր ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, հայտարարեց, որ ձեր հայտարարությունների հիման վրա ձեր նման քաղաքական գործիչը պիտի դուրս շպրտվի։ Ինչ եք պատրաստվում անել։ Այդպես էլ ասել, շպրտվի, հա։ Ես չեմ իշնի իրանց մակարդակին։ Ես այդ բառին համահունչ չեմ պատասխանի շպրտվի բառին, բայց ես կարող եմ իրանց պատասխանել բոլորին, մեկ առ մեկ։ Բայց ժողովրդի ընտրյալին Հայաստանի Հանրապետության վարչապետը, եթե ասում է դուրս շպրտվի Հայաստանի Հանրապետության վարչապետը, 6 անգամ քաղաքապետ ընտրված մարդուն, 2 անգամ ազգային ժողովի պատգամավոր, ուրեմն ընտրված մարդուն, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը թիվ 1 ամբիոնից նմանատիպ խոսք է ասում, ես ուղղակի ուզում եմ ասել հայ ժողովրդին, տեսեք թե մենք ում ենք ընտրել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ինչ մնում են հաստագլխին, նրա մակարդակին էլ չեմ ուզում իշնել եւ դրան պատասխանել, ուղղակի ես մի բան եմ ուզում ասել։ Սրանք, որ այսպես խառնվել են 2 օր, 3 օր, 4 օր, 5 օր, Վարդան Ղուկասյանը չի իշնում այդ ամբիոնից։ Սրանք էլ բան ու գործ չուներ, այս երկիրը լուրջ խնդիրների առաջ կանգնած է։ Ամբողջ պետությունը լուրջ խնդիրների առաջ կանգնած է եւ արտաքին եւ ներքին։ Այս Վարդան Ղուկասյանը ինչ բան է ասել, որ այդ ով է անկախության Հայաստանի պետականության հետ կապված որևիցե մի բան ասել։ Երբ որ ես ասում եմ միություն, այդ միությունը պաշտպանելու է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի պետականությունը։ Ուրեմն եթե ռուսը, Ռուսաստանը, եթե Ամերիկան կամ որևիցե մի երկիր աշխարհում հայոց պետականության նկատմամբ ոդնձգություն անի, իմ ողերիմ թշնամին կդառնա եւ ես իմ տեսակը պատրաստ է ազգի համար մեռնելու, կռվելու, պայքարելու։ Բայց հիմա ես նորից նույնը ասում եմ իմ խոսքերով։ Հայոց պետականությունը պահելու համար, այո, մենք պետք է մտնենք որևիցե մի միության մեջ։ Ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա։ Ով է ասել, որ ես ասել եմ գուբերնիա։ Եվ ես ասել եմ, ով իմ խոսքերին, այս խոսքերին հակադարձի, ու ինձ իրենց կոմենտ գրողները, որ ունեն, չէ, նստած կոմենտներ են գրում, տեղերն է գիտենք, իրենք պատվերը տալիս են, ֆինանսավորում են, կոմենտ են գրում։ Ու մեզ վատ բան ասի, ինձ վատ բան ասի։ Այո, սրիկա շան որդի է, ես թուրքա հպատակ, այո, նմանատիպ խոսքին ես հակադարձում եմ, ով ինձ Հայաստանի անկախությունը, պետականությունը պաշտպանելու կապակցությամբ ինձ հակադարձի մի վատ բան գրի ու վատ բան ասի, նա թուրքա հպատակ շան տղա է, ես էդ եմ ասել, ու չեմ փոշմանել, հələ մի բան էլ քիչ եմ ասել, մյուսն ասեմ ձեզ։ Ուրեմն պատկերացրեք, այսօր աշխարհում կա մի երկիր, որ միություն կազմած չի, հələ մի հատ անկախ մի պետություն ասեք, օրինակ Ռուսաստանը այսօր միության մեջ չի, Ամերիկան միության մեջ չի, Եվրոմիություն ասում է Եվրոմիություն, ինչի Ամերիկան, Անգլիան, Գերմանիան միություն չէ, բայց իրանց պետականությունը պաշտպանելով, նույնը ասում է Վարդան Ղուկասյանը, այստեղ էլ ինչ մի հատ բարդ բան եմ ասում, որ դուք չեք հասկանում, դուք ուղղակի ոչ թե չեք հասկանում, այլ ուզում եք, որ Հայաստանը դառնա թուրքական վիլա է, որովհետև ձեր, ուրեմն Էրդողաններն ու Ալիևները ձեզ հանձնարարական են տվել, որ նմանատիպ մարդկանց երկրի միջից ուրեմն կալանավորել, արդակսել, ունեզրկել, պետական կառույցներից հանել։ Դրա համար էլ դուք այսպես ողբ եք կապել ու ելույթ եք ունենում, որ ձեր դրսի տերերը տեսնեն, որ դուք աշխատում եք իրենց համար։ Սա է, թե չէ, մենք այնքան հասարակ բան ենք ասել։ Միություն ասելով չի նշանակում հայոց պետականության անգում, դու հայերեն չեք հասկանում, չնայած ես հայերեն, ռուսերեն եք արամա, ինչ լեզվով սրանց ասեմ ես, դրա համար կարելի է այսքան աղմուկ բարձրացնել, Արցախը տվեցիք, հասկացար այսքան ձայն չեք բարձրացրել, Արցախի անուն ընդհանրապես չեք տալիս, Գյումրին պարդվել եք, գիշեր ու ցերեկ Գյումրիից եք խոսում, ներողություն, գիշեր ու ցերեկ Գյումրիից եք խոսում, հետո ընդրակաշարք, ներողություն թողեք, աղջիկ ջան, ներողություն մի բան ասեմ,
Թողեք բացատրի, ես խոսում եմ էլի։ Ընդրակաշարք։ Ով չգիտի, որ դուք եք բաժանել ընդրակաշարքը։ Լրագրողները բոլորը տեսել եք, որ գծի հետևում եւ մնացած տեղերը խանութներ կա, որ մի մարդուն 60,000 դրամ փող եք տվել։ Ամբողջ քաղաքը խոսում է ձեր ընդրակաշարք բաժանելուց։ Ես ընդուպ գովազդ չեմ արել։ Վիվարոյի ձեր գումարները, ձեր ամբողջ հանրապետությունը լցրել եք Գյումրի, ամբողջ հանրապետության ԿՊ-ներին բերել եք այստեղ։ Ուրեմն ավտոբուսներով այդքան մարդ էիք կրում, ցուցակներ այդքան։ Հիմա ես օրինակ հենց հիմա փաստ ունեմ մի տան վրա 57 հոգի մարդ եք գրանցել։ Այդ մարդիկ եկել են ընդունելության, ինձ ասում են պարոն Ղուկասյան, 57 հոգի մարդ են գրանցել, սրանք ովքեր են։ Մի տուն կա 10 քանի հոգի եկել։ Այսինքն այդ ով է դրան կանողը։ Փաստերը չեք ներկայացնում։ Կդամ այդ փաստերը։ Ես այդ փաստերը երբ պետք եղնի կբարձրացնեմ կդամ։ Մյուսն ասեմ ձեզ։ Շենքեր կան փլված քաղաքում, որ գոյություն չունեն, բայց այդ շենքերը ընտրություններին կանգնած են եղել։ Դուք խոսում եք մաքրությունից, շիտակությունից, այսինքն ձեր դաստիարակությունը դրսից սորոսական դպրոցներ եք ավարտել։ Եթե ուզում եք մի բան քանդել, մի կառույց, մի ոլորտ քանդել, սկսում եք այդ ոլորտին ձեզի սրբացնել, նրանց վադաբանել։ Եվ հետո ուրեմն ամեն մեկը ամեն օր նույնը ասում եք, մեզ ռոք մաշտոցին կարող է դուք անեք բողոքական, ձեր այդ դպրոցներով, բայց այստեղ բոլորը ձեզ ճանաչում են, էլ չեք կարող։ Էլ ամեն ինչը, հետո պատկերացրեք, ազգային ժողովում վարչապետը նստած, կառավարությունը նստած, այն հաստագլուխը Վարդանիկով է խոսում։ Հələ պատկերացրեք, ազգային ժողովում Վարդանիկով է խոսում, ու մի մարդ, որ ազգային հերոսին, պատերազմին ոտքը կտրած հայոց պաշտպանության նախարարին հետևից ձեռք է գցում, խփում է, հասկացար։ Ու դա կարող է լինի ձեր թիմի